Հանրային կարծիքի շտեմարան տեղեկատվական բազա ձևավորելու համար սոցիոլոգի AM կայքի հիմնադիրները որոշել են դիմել նաև շուրջ 200 սփյուռքահայ գաղթօջախների, ակտիվ մասնակցելու համար կայքեջի սոցիոլոգիական հարցումներին։ Եթե պետք է փորձենք ամբողջ աշխարհով մեկ որոշակի գործունեություն ծավալել, բնական է պետք է իրավունք տրամադրվի նաև մեր սփյուռքահայ հայրենակիցներին մասնակցելու կառավարման, կարգավորման գործընթացներին։ Կայքեջի հաջորդ հարցումը վերաբերելու է երկպալատ խորհրդարանի ստեղծմանը, սակայն հարցադրումը դեռ ձևակերպված չէ։ Այդ նպատակով կայքեջի հիմնադիրներից Արշակ Սադոյանն այսօր քննարկման էր հրավիրել ազգային ժողովի խմբակցություններին ու շահագրգիռ այլ կազմակերպությունների։ Հրավերն ընդունել էին միայն Բարգավաճ Հայաստան կուսակցության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի ներկայացուցիչները։ Արդյունքում քննարկում տեղի չունեցավ։ Ես որքանով տեսնում եմ լրագրողներն են այստեղ գերազանցապես ներկայացված եւ կուսակցության ներկայացուցիչ Մինչդեռ այս հարցը ուրեմն այլ ֆորմատ պիտի ունենար քննարկման։ Եթե լինեինք ավելի մասնագիտական դասարանում, ունենայինք քաղաքագիտական դիսկուրս, նաև իհարկե կարելի է շատ հարցերի մասին բարձրացնել։ Իդեպ Արշակ Սադոյանը արտախորհրդարանական ուժերին քննարկմանը չէր հրավիրել, իսկ թե ինչու չպարզաբանեց։ Նարինե Էրիցյան, Հովսեփ Հովսեփյան, IPF